Այստեղ բարիկային ծառայությունները, բանը, զանգահարողը, կումայրի բաժրի, բանը հետ հատերբոջյանը, դասի գարդան խմբի հետ միասի, բոլոր աշխատանքները երդել են։ Ու գնացել են այդ քայլերին։ Ես տիկին Արուսեջան, շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Այո, ես էլ եմ վստահ, ես ուզում որ դուք ընդրավիք, որովհետև իրավունքները Շնորհակալ եմ ձեր վստահության համար, որ մոտեցաք, տիկին Արուսեջան, շնորհակալ եմ, որ մոտեցաք, ես հարցը վստահել եք։ Նշանակմա վստահել եք մեզ, շնորհակալություն, որ մոտեցաք։ Նայ, մեր երկրում պետք է լինի այնպիսի Տեսեք, բայց հետևյալը, մենք պետք է ապրենք, ես այսքանը կարող եմ դիմացել։ Մենք պետք է ունենանք այնպիսի համակարգ, որտեղ թե իրավապահ համակարգ, թե դատական համակարգ, գործում է բազմարապես օրենքի շրջանում։ Ձեր նման մարդիկ կարիք չունենան, ասենք, այսպես գնեն չորգուցով իրենց իրավունքները պաշտպանում, այդ կոնկրետ տնտեսական պաշտպանում։ Արդ է։ Դրա համար տեսեք, տիկին Արուսեջան, մենք Աթան ջան, կուզեք ձեր տեսեք։ Բայ, եղբայր, ո՞նց ես։ Հեսա, եթե չստապ խոսեք։ Տիկին Արուսեջան, տեսեք, մենք նամակը ուսումնասիրենք, բայց տեսեք, հայ, բոլոր նման հարցերը այնց է, որ հունիսի 6-ին նաև քվեարկելով օրինակ մենք նաև այնպես ենք անում, որ իրավապահ մարմինները դատական համակարգը այնպես աշխատել, որ ձեր նման մարդիկ կարիք չունենան, այսինքն իրենց իրավունքների պաշտպանություն կրեն։ Ես հույս ունեմ, որ այս Հայաստանում արտարությունը պետք է Անպայման, պետք է ուրիշ երբ չկա։ Հա, ոչ թե անարտարությունը իշտել է Հայաստանում։ Անարտարություն է իշտել Հայաստանում։ Ես ուզեմ, որ արտարություն լինի, ես մարդիկ դեպավոր են, ես մարդիկ դեպավոր են, ես Հայաստանը դարձի Հայաստան։ Հա, շատ, բանբանան պետերն Հա, մեր դուկակ, այ Հա, շո, եղավ, հարց կա, հասկացա Եղավ, ձեզ ենք շնորհակալ, տիկին Արուսեջան Իմը տանջացած չի Բասպայի կողից կամոդը Հա Լավ արի Hey, 6 կիլոմետր Սիրելի գյումրեցիներ, սիրելի քաղաքացիներ, գյումրեցիներ ջան, մենք այս ընտրությունները, մեր պատմական ընտրություններն են, մենք այս ընտրություններով որոշում ենք մեր երկրի ապագան, մենք այս ընտրություններով որոշում ենք, թե ինչ ղեկավարներ են լինելու Հայաստանի համար, ովքեր են լինելու որոշում կայացնողները, Քվեատերդի կամար, քվեատերդի կամար, քվեատերդի կամար, քվեատերդի կամար, քվեատերդի կամար, քվեատերդի կամար, քվեատերդի կամար,
Քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, միասնության, 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 Տերեր, միասնության, տերեր, արդարությունը, գալիս է, արդարությունը, գալիս է, արդարությունը, գալիս է, Հայաստանի դեպքացու արման, Հակոյան, մեկը ցնից քայլը, մեկը տայնդից, որ դրոշները իրար կողք չունի, այդպես, Հակոյան, ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, Քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, հետ դարձ քայլոմար, գնանք թատերական, են մեր երեխեքն են գնում, մարդ Գրիգորն ուրա, Գրիգորին ասա ժողովուրդը ուզում է գնա, այս շուրեկան գուրս, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, Հիասնության, տերեր, Հիասնության, տերեր, Հայաստանի տեխնացու Արման Հակոյան, Հայաստանի տեխնացու Արման Հակոյան, Հայաստանի տեխնացու Արման Հակոյան, արդարությունը, Գալիս է, 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 քվյաթերթի կամար, վեց, քվյաթերթի կամար, վեց, Հայաստանի տեխնացու Արման Հակոյան, Հայաստանի տեխնացու Արման Հակոյան, արդարությունը, գալիս է, արդարությունը, գալիս է, բարև ձեզ, Հարը ձեզ ոնց եք, ես Արման Թաթոյանն եմ։ Ճանաչում եմ։ Հա, ինչ է ձեր անունը։ Սուրեն այմա։ Հա, Սուրեն եմ։ Ուրախ եմ շատ ֆրենդ։ Ծանոթացեք մեր խնդիրներ, մեր ծրագրերին, որոնք այստեղ ամփոփված են։ Դուք ինչով եք զբաղվում։ Արման, Խորհրդական դու Այստեղ դիրիժորություն մի արա, Երևան։ դիրիժորություն մի արա, Երևանից եք, հա, շատ լավ։ Շատ ուրախ դու եմ։ բան արա, Ձեզ հաջողություն եմ։ Խնդրում։ Մերսի։ քեզի բան, Ընտրենք վեցին, որ ջախջախենք, 16-ին, ընտրենք վեցին, որ ջախջախենք, 16-ին, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, Բարև ձեզ։ քվյաթերթի Ոնց եք, կամար, մեր ծրագրերը փոխանցենք ձեզ։ Չեմ Գյումրեցիներ ջան, ժողովուրդ ջան, այս խնդրում եմ մենք բոլորս պետք է նկատի ունենանք, որ մենք շատ պատմական ժամանակահատվածում ենք ապրում։ Այս ընտրությունները իսկապես շատ կարևոր մեր երկրի, մեր երեխեքի համար կարևոր ընտրություններ են։ Սա սովորական հենց այնպես խոսքեր չեն։ Խնդրում եմ դուք մտածեք, թե ով այդ պահին մտածեք ում եք ուզում, որպեսզի լինեն մեր երկրում որոշում կայացնողները։ Այս է հարցը։ Եվ մենք որոշում ենք մեր երեխաների ապագան, մեր երկրի համար, մենք ինչ ենք ուզում, մեզանից հետո որպեսզի լինի մեր երկրում ինչ իշխանություն լինի։ Մենք խնդրում եմ որպեսզի քվեարկությունն անենք ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր երկրի, հանուն մեր հավատի, սիրելի գյումրեցիներ, այսօր խնդիրները Հայաստանում իսկապես շատ են, դրանք տարիների կուտակված խնդիրներ են, դրանք խնդիրներ են, որոնք և այդ խնդիրները ցավոք սրտի շատ են ձեզ հիասթափեցրել,
մենք դա շատ լավ հասկանում ենք։ Ամեն տարի ընտրությունից ընտրություն, ինչ որ պաշտոնյաներ եկել են ձեզ, խոստումներ են տվել եւ հետո այդ խոստումները չեն կատարել։ Ամեն անգամ սեփական պաշտոններով սեփական գումարներն են աշխատել, բիզնես են դրել, մեր քաղաքացիներին հիասթափեցրել են։ Ժողովուրդ ջան, մենք դա հասկանում ենք։ Խնդրում ենք այս անգամ վստահել մեզ։ Ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել։ Ես պարտավորվում եմ, հանձնառու եմ լինելու Հայաստանի իրավունքների պաշտպանը, բայց մենք, մեր թիմը, ես ոչինչ չենք կարող անել առանց ձեր վստահության, սիրելի հայրենակիցներ։ Մեզ պետք է քաղաքացու վստահությունը, որովհետև մենք միասին պետք է դա լուծենք։ Մենք որևէ արտաքին ուժ քաղաքական չենք ներկայացնում, որևէ կենտրոն չենք ներկայացնում։ Մենք մեր հարցերը, ժողովուրդ ջան, Հայաստանում չկա հարց, որ մենք միասին բոլորով չկարողանանք լուծել, ու այդ հարցերը լուծվելու են։ Հայաստանում չկա հարց, որ մենք մեր ուժերով, մեր սեփական ուժերով չկարողանանք լուծել։ Ժողովուրդ ջան, հələ տեսեք մենք ինչ հզոր ժողովուրդ ենք, մենք ինչ ուժեղ ժողովուրդ ենք։ Ամբողջ աշխարհում մենք ունենք մեր հայրենակիցները, ամբողջ աշխարհում մենք հարցեր ենք լուծում։ Հիմա ո՞նց կարող ենք թույլ տալ, որ մեզ գան ինչ որ պարտադրանքներ անել, մեր փոխարեն որոշել։ Եթե հունիսի 7-ի ընտրություններին մենք չմասնակցենք, մտածենք ամեն մեկս, դե մեկը որոշված է ամեն ինչ։ Ոչ մի բան չես կարող փոխել։ Դե իմաստ չունի գնալ ընտրությունների։ Եթե մենք այսպես մտածենք, մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեր փոխարեն որոշեն։ Մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները, որոնք ոչ մի բան չեն հասկանում մեր երկրից, որոնք իրենց շահերով են շարժվում, մենք թույլ ենք տալիս, որ նրանք մեր փոխարեն որոշեն։ Բայց մեր երկրում մենք ապրում ենք, ժողովուրդ ջան, ես խնդրում եմ դուք հիշեք մեր պապերին, մեր հայրերին, մեր Գյումրին մեր վերածննդի քաղաք է։ Մեր Գյումրին իմ համար արժանապատվության քաղաք է։ Ես շատ լավ հիշում եմ, երբ ես փոքր երեխա էի, իմ հորս հետ գալիս էին Գյումրի երկրաշարժի ժամանակ, փլատակների տակից, որպեսզի օգնենք մարդկանց, ես հիշում եմ իմ ձեռքով, այդ քարերը ոնց էի վերցնում, ես այդ ժամանակ 7-8 տարեկան եմ եղել, բայց շատ լավ հիշում եմ ոնց էի գալիս սրտանց ու ես այդ ժամանակվանից այդ պատկերը դաջված է իմ մեջ, որ ոնց կարող ենք մեր նամոս թասիբով թույլ տալ, որ մեր երկրում նման դեռևս երկրաշարժից մնացած լինեն դոմիկներ, որտեղ մարդիկ չկարողանան ապրել արժանապատիվ։ Ժողովուրդ ջան, մենք պետք է ապրենք այնպիսի երկրում, որտեղ մարդը իր խնդիրների հետ մենակ չի։ Տեսեք այսօր ինչպես է, ինչ է կատարվում։ Մարդը խնդիր է ունենում, դիմում է որ պետական մարմիններին, որպեսզի իր խնդիրը լուծվի։ Եվ սկսվում է այդ մարդու տանջանքը։ Ուղարկում են մի պետական մարմնից մյուսը, այն մի տեղից մյուսը, մարդուն դարձնում են թենիսի, պինգ-պոնգի գնդակ ուղակի, հետո մարդուն դարձնում են կլաուզնիկ անունը դնում են բողոքող, այդ խեղճ մարդն էլ ասում է դե գնացեք դուք էլ ռադեղեք ձեր խնդիրներն էլ ոչ մի բան էլ այլևս մնում է ինչ, մնում է Ռուսաստան խոպան գնալը կամ գա իր խնդիրների հետ մենակ մնա։ Այ մենք հանձնառու ենք լինելու այնպիսի մարդիկ, որոնք միջև վերջ լինեն ձեր կողքին։ Ես այս խնդիրները, ժողովուրդ ջան, ամեն մեկի տեսել եմ։ Ինձ քաղաքականություն, մեր թիմին քաղաքականություն են բերել գլխավորապես, ինձ հատկապես, ոչ թե այն, որ ես մանկուց երազել եմ լինել քաղաքական գործիչ, այլ որ ես անընդհատ տեսել եմ մարդկանց պրոբլեմներ, մարդկանց խնդիրներ, ես տեսել եմ մարդու խնդիր, որ գալիս է ասում է, գիտես ինչ կա, տունս փլվել է, բայց փլվել է նրա պատճառով, որ դիմել են պետական մարմիններին, որ գան օգնեն, ոչ մի բան չեն արել, այ հիմա էլ դիմում են ոչ մի օգնող չկա։ Ինձ բերել են քաղաքականություն, խնդիրները, երբ ես գնում եմ սահմանամերձ գյուղեր, մարդկանց աչքերի մեջ նայելով, մարդիկ ասում են չեմ կարող իմ արոտավայրից օգտվեմ, մեր անասունները չեմ կարողանում հողը մշակել, այն նման խնդիրներն են բերել, ժողովուրդ ջան, երբ մարդը ուզում է շինարարություն անել, դիմում է տարբեր տեղեր, մեծ այնքան փողեր են ուզում, վճարներ են ուզում, մարդուն հոգնացնում են ուղղակի։ Այսօր այնպես է ստացվել, որ Շիրակի մարզը, եթե վերցնում ենք աղքատության ցուցանիշը, ամենաաղքատ մարզերից է, իսկ առանձին ցուցանիշներով ցավոք ամենաաղքատը։ Սա է մեր այսօրվա վիճակագրությունը։ Շիրակի մարզում հատկապես մեծ է երեխաների աղքատությունը։
մեր առաջնահերթ խնդիրն է լինելու լուծելը։ Ես շատ լավ հիշում եմ, երբ ես Գյումրի էի գալիս, գնում էինք մեր երբ մանկատները փակեցին, Գյումրիում դրանք շատ էին ցավոք սրտի։ Ես անձամբ հիշում եմ, գնում էինք մարդկանց տներ, որպեսզի նայենք տեսնենք այդ մեր երեխեքը, ընտանիքներ, որ վերադարձել են, ինչ պայմաններում են ապրում։ Գնում տեսնում էի, որ որևէ պայման մեր երեխեքի համար այդպես էլ ապահոված չէ։ Բայց այդ պայմաններում այդ մեր երիտասարդ ընտանիքները ինչպես են ավելի բազմանալու, շատանալու, ծնողները պետքա վստահություն ունենան, որ իրենց աշխատանքով կարողանալու են պահել իրենց երեխեքին։ Քվեաթերթիկ համար 6 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 Միասնության 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 Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Արտարությունը գալիս է Արտարությունը գալիս է Արտարությունը գալիս է Արտարությունը գալիս է Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար Գորում եք արդարությունը ներնակացիկ ասում եք կուգա Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին Ընտրենք 6-ին որ ջախջախենք 16-ին Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար Մայրիկը համաձայն է Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար Քվեաթերթիկ համար Միասնության Տևեք Միասնության Տևեք Միասնության Տևեք Միասնության Տևեք Արդարությունը գալիս է Արդարությունը Արդարությունը կուգա Արդարությունը կուգա Արդարությունը կուգա Արդարությունը կուգա Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Հայաստանի Կենտրոնացու արման Կաթոյան Քվեաթերթիկ համար 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 Միասնության Միասնության Հականջից գերած Միասնության Միասնության Տևեք Միասնության Տևեք Միասնության Տևեք Միասնության Տևեք Միասնության Արդարությունը 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 Գալիս է կանգնեցինք Արդարությունը կանգնեցինք շուռ եկակ Բարև ձեզ։ ու դեպի պայծառ ապագա շուռ եք գալի դեպի հրապարակ գնացինք հետ դարձ Մեր ծրագրից տամ գնամ։ Բարև ձեզ։ այո Ես Արման Պատրիականի վանն է Հայտ է։ վերջում եք չէ Հայտարակ չես եղել մի րոպե։ ինչ Այ ոչինչ կամերա, էդի տելևիզորի կամերա չի, էդի ուրիշ կամերա է։ Վերցեք։ շուռ են գալի Երկուսին ես վերջը չէ, մեր ամսի 7-ին նա։ հրաժարվում ենք հրաժարվում ենք չարից Բոլորին չէ, բոլորին դեմ, բայց կողմ Արման Թաթոյան։ Առաջարկում եմ միան կանգ առնենք Բարև ձեզ։ Մեր ծրագրից փոխանցենք ձեզ։ Շատ լավ։ դու Արմենին հիշեցիր մեր Բարև ձեզ։ օպերի պետն էր հարկայինի այն է որ նալիսիկի խոսում Բարև ձեզ։ Կարելի է ողջունել։ Կարելի է ծրագրից փոխանցել Տիկին ջան։ մեր Արմեն հիշեցիր Տղեկ բարև ձեզ ոնց եք Բարև ձեզ։ ավել ճիշտ ինչ եք լավ եք Բարև ձեզ։ լավ Ված չենք որ դուք պահում եք մեր անդորը մենք ավելի Շատ հաճելի է։ լավ ենք զգում բարի ծառայություն Բարև ձեզ։ Մերսի։
Շնորհակալություն շատ։ Մերսի։ Մերսի։ Լավ ծաղրենք։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, մերսի շատ։ Այստեղ շարք ենք պահում։ Այստեղ կանգնում ենք բոլորով շարք ենք պահում։ Պահեցինք, շարքը կանգնեցինք։ Շարք։ Բարև ձեզ։ Ես Արման Թաթոյանն եմ։ Ուրախ եմ։ Ծրագրից փոխանցեմ, կարող եք ծանոթանալ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ես Արման Թաթոյանն եմ։ Ինչ է ձեր անունը։ Նարա ջան, բարև ձեզ։ Կարող եք ծանոթանալ, ինչ է ձեր մասնագիտությունը։ Այդ դրոշ սկսում ես գետին, լավ բան չես անում։ Հայաստանի դրոշն է, Եվ երիտասարդ ընտանիքների ավելի նման սկսում ես գետին։ լայն կա, ուղղակի այստեղ ավելի սեղմվածն է։ Ինգի վերաբերյալ առաջարկ ունեմ։ Շնորհակալություն։ Այստեղ պլանում առանձնանակ մի քանի բարով նկարագրեմ, հետո դասնյակում Բարև, լավ եք։ Մեզ հետևում են։ Այդ կարծում եմ լավ առաջ։ Այսօր բան էի գրել։ Սրա շրջանակներում, Դրիվ հեղափոխական առաջարկ։ Դեկումն էին։ հեղափոխական ամսի 7-ը բերենք ամսի 4։ Ամսի 3-ից 5-ով, ամսի 7-ը։ Ո՞նց եք Սաթուն ջան։ Այնպես որ Բարոն Բարև Ջուգատլյան, ձեզ։ Ես Արման հեղափոխական առաջարկները այսօր կքննարկենք։ ծրագրից փոխանցել։ Ունենք արդեն։ Հա, ունեք։ Հա, վերցել եք, հա, շատ լավ։ Ինչ է ձեր մասնագիտությունը, ինչով եք զբաղվում։ Այստեղ ինչի համար եմ հարցնում, ծրագրերի համար էլի, այստեղ եւ կան երիտասարդ ընտանիքների համար, չգիտեմ, մասնագետների, այն ծրագրերը ես մարդու իրավունքների պաշտպանն էի, որ չենք հասցրել եւ իրականացնել արտասովոր։ Քան խնդիրները որ եղել են, հիմա որ ուզում ենք նաեւ քաղաքացու մոտենք եւ վստահությունը խնդրենք, որ կարողանանք նաեւ իրականացնել։ Այն ժամանակին, որ ես արել եմ գործերը, ժամանակին աշխատանքները, հիմա կարողանանք Հայաստանի իրավունքների համար անել։ Շատ շնորհակալություն համ։ Որդին Վստահության համար աջակցություն։ Երաշտությունը։ Այս Սպանում է։ մեր երաշտությունը դրեք գոնե երաշտությամբ գնաս։ Վազգեննուր մոտիկա։ Մեր երաշտությունը դրեք։ Պարոն Բալաբեկյան։ Խնդրում եմ երաշտությունը դրեք։ 16-ին։ Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին։ Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին։ Միասնություն։ Միասնության։ 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 Այս ուրիշ գոռացող չկա։ Ուժերը Քվեաթերթիկ։ Համար։ Քվեաթերթիկ համար։ Քվեաթերթիկ համար։ Էպիկո լիրիկական չէ, մի հատ մեր երաշտությունը։ Գայլի է բարևել։ Արման։ Արդ ես։ Արման Թաթոյան։ Արման։ Հա, ճամրեք, շատ լավ եք արել, շնորհակալություն։ Հեսա քիչում հետո խոսանք ուրեմն։ Շատ լավ։ Ոյ, Ֆերզանա ջան։ Բարև ձեզ։ Արման Թաթոյան։ Ահա։ Բարև Թաթոյան։ Կամած գնանք այնտեղ արդեն դիրքավորվենք ժողովուրդը գալիս է։ Երկու ճախեն եմ գտնում հնա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Ոնց եք ողջույն։ Ողջույն տեսնում։ Արդեն ստենագոց եմ նախատեսել, արդեն երևի աստիճանների վրա կանգնենք, հա։ Գրիգոր ջան, ինչ ենք անում։ Աստիճանների վրա ենք գնում, հա։ Ջան, կարող եմ մի բանով հանել։ Միկրոֆոնը դինամիկը թող բանանեն բերեն, էլի։ Անում եք։ Նրանք արդեն են դեպի կարող։ Վաղ դարձան, նրանք են։ Ալա ջան։ Երաքի։ Our home. Our home. Our home.
Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, մենք որոշել էինք Գյումրիում անել երթ քայլեր, խոսել մարդկանց հետ, գյումրեցիների հետ։ Մենք նաև քանի որ որոշեցինք ընթացքում, քանի որ տեսանք, որ նաև մարդիկ գալիս են, մենք հրավիրել էինք նախապես, հայտարարել էինք նաև։ Հիմա մտածեցինք անպայման նաև կանգնենք այստեղ միտեղ թատրոնի դիմաց եւ քննարկենք մեր ժողովրդի հետ մի քանի հարցեր, որոնք մեր գյումրեցիների նաև հատկապես հետաքրքիր են։ Ես մի քանի հարցի եմ ուզում անդրադառնալ, մենք նախ այս այցի նպատակի մասին ասել, այս ընտրությունների կարևորության ու հետո հարցեր ինձ մարդիկ մոտեցան, ընթացքում հարցեր էին ասում կային, մենք ընթացքում անպայման իմ խոսքից հետո, եթե կլինեն հարցեր, դրանք բոլորին կքննարկենք, կպատասխանենք։ Տեսեք, գյումրեցիներ ջան, ժողովուրդ ջան, նայեք, այս ընտրությունները իսկապես շատ կարևոր ընտրություններ են, մենք հենց այնպես չենք խոսում։ Այս ընտրությունները կարևոր են, որովհետև այս ընտրություններով մենք որոշում ենք մեր երկրի ապագան, մեր երեխեքի ապագան։ Մենք որոշում ենք, թե ովքեր են մեր վերաբերյալ որոշումներ ընդունելու, ովքեր են որոշումներ կայացնելու մեր ապագայի վերաբերյալ։ Եվ ամեն անգամ, երբ դուք մտածում եք ընտրության գնալ չգնալու մասին, խնդրում եմ, միշտ եղեք այն մտքով, որ անպայման պետք է գնալ ընտրության, ժողովուրդ ջան, պարտադիր, այդ չի քննարկվում։ Որովհետև եթե մենք չենք գնում ընտրությունների, մեր փոխարեն որոշում են ուրիշները, սա հաստատ։ Այսինքն մենք չենք գնում, մենք ձայնը որևէ մեկի լավ ունենք նախընտրած տեխնացու, կամ այդ օրը ջղայնացած են, կամ էլ չենք գնում, դա բնականաբար մեր ընտրությունները մեզանից գողանում են, ձեր փոխարեն ուրիշն է որոշում, սա շատ կարևոր է։ Մյուսը, ժողովուրդ ջան, հիմա շատ են տարածված։ Ես եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ես դրանից առաջ էլ աշխատել եմ շատ մարդու իրավունքների հետ կապված հարցերով, մարդկանց կոնկրետ խնդիրներով ենք զբաղվել եւ միշտ եմ տեսել, որ իրոք շատ են խնդիրները։ Հիմա այսօր, բայց այնպես է ստացվել, այս ընտրությունները համեմատելի շատ են այս ընտրությունների ընթացքում, սպառնալիքը, վախը, ճնշումները, ինչ են անում մարդկանց մոտ, գնում են, մեկին ասում են, գիտես դու երեխա ունես, ով աշխատում է, մյուսին ասում են, քույրդ է աշխատում, եղբայրդ է աշխատում, տես հանգարց աշխատանքի հարց կարող է առաջանալ եւ այդպես մարդկանց փորձում են առաջինը հերու պահել ընտրություններից եւ երկրորդ այդ ինտրիգներով զզվացնել, որ մարդիկ չգնան ուղղակի ընտրությունների։ Խնդրում եմ, բոլորս նկատի ունենանք, ժողովուրդ ջան, մենք պետք է քվեարկենք մեր հույսի ու հավատի համար, ոչ թե նրա համար, թե մեզ վախացրել են, գնանք ինչ որ մեկը վախացրել է, գնանք դրա ասածով անենք։ Եթե մենք քվեարկում ենք այդ մարդու ասածով, մենք էլի նորից թույլ ենք տալիս, որ մեր ընտրությունները գողանան, այդ մեր որոշումը չի։ Եվ քվեախցիկում խնդրում եմ հիշեք, դուք ամենակարողն եք, ժողովուրդ ջան, դուք ամենահզորն եք։ Այդ պահին դուք եք որոշում, այդ պահին, որ ծրարը գծվում է այդ քվեախցիկի քվեատուփի մեջ,
Այդ պահին դուք որոշում եք Հայաստանի ճակատագիրը։ Հələ տեսեք, որ ասում է բարձրագույն իշխանություն, չէ՞։ Այդ պահին դու զգում ես, որ դու իրոք բարձրագույն իշխանություն ես։ Այն պաշտոնյաները, դողը ջանները սպասում են, ասում են, այդ տեսում կքվեարկի, Երանի մեզ կվեարկի, Երանի մեզ կվեարկի, որովհետև որ վախացրել են, որ այսպես աղը սրտներում է, ինչի, որովհետև մեր մարդկանց ով գնում է քվեարկում է, հետո դրա մոտ էլ գալիս են սկսում են սպառնալ։ Բայց Ժողովուրդ ջան, դուք հիշեք, որ դուք եք այդ մարդկանց այդ պաշտոնները տվել։ Հետո մենք էլ մեր հարկերից վճարում ենք, որ այդ մարդիկ իրանց պաշտոններում մի հատ էլ գալիս են մունատ գան մեր վրա։ Բա մոտ չի Ժողովուրդ ջան, մենք նամուս թասիպով ժողովուրդ ենք, մենք Գյումրիում ենք, մենք գյումրեցիները նամուս թասիպի, աղո հացի, նամուս թասիպի ժողովուրդ ենք, մենք ո՞նց կանանք թույլ տանք, որ մեկը գա մեզ սպառնա, վախացնի, ինքն իր անդրությունը ստանա գնա։ Ոչ, մենք պետք է որոշենք ու այդ ով որ եկել է մեր մոտ, այդպես պետք է ամեն անգամ վախենա քաղաքացու ժողովրդից իմանա, որ ինքը ծառայում է ժողովրդին։ Գիտեք Ժողովուրդ ջան, sense մի բան կա։ Պաշտոնյան երբ շփվում է մարդու հետ, ես եղել եմ պաշտոնյա, մեր թիմակիցներ ունենք, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Ես իմ օրինակով պատմեմ։ Ես երբ մարդու իրավունքների պաշտպանն եմ, ինչ շատ մարդիկ սկզբում նաև դե մարդկա քննադատում է, մարդկա դժգոհ է։ Այն բոլոր դեպքերում երբ մարդը ինձանից դժգոհ էր, այդ երբեք մտքովս չի անցել, այդ մարդու վրա գնամ մունատ գամ, գնամ գորգորամ այդ մարդու վրա։ Ինչի, որովհետև Ժողովուրդ ջան, այդ իմ պարտականությունն էր, ես կամավոր էի գնացել այդ աշխատանքը անում, չէ՞։ Եվ ես գնացել էի այդ մարդուն օգնելու, ու այդ մարդուն դու ոչ թե պետքա մունատ գաս, այլ պետքա բացատրես, հասկանաս ինչ հարց ունի այդ մարդը, որտեվ կարող է դու իրոք սխալ ես։ Այդ պաշտոնյան կարող է ինքը իրոք սխալ է եւ պետք է ինքը ընդունի սխալը։ Ու անկախ նրանից պաշտոնյան ճիշտ քաղաքացին ճիշտ է թե սխալ, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի քաղաքացու վրա մունատ գալ։ Հələ տեսեք այսօր ինչ է կատարվում։ Մեր հայ կնոջը, որ մեր հենասյունն է, մեր ազգի արժեքների կրողը, կինը, հայ կինը, ո՞նց կարա դու թույլ տաս պաշտոնյան խոսա տենց հայ կնոջ հետ։ Դու պատկերացնում եք ինչ է կատարում։ Եվ այստեղ մեր արժեքների քայքայումը տեղի ունենում երկու ուղղությամբ։ Մեկը ես նկատել եմ մեր տիկնանց կանանց, ովքեր նման վերաբերմունքի այս օրերին արժանացան, չէ՞ որ պաշտոնյան կարա թույլ տա միացած գորա իրա վրա, բարձր քաշքշի մունատ գա, այդ ինտերնետում էլ ֆեյքերը մտնում են, ինչ վիրավորանք, հայոյանք ասես գրում են, չէ՞։ Այդ պահին ես երբ ուսումնասիրում եմ մի դեպքում մեր զինծառայողների մայրերի մասին է խոսքում, մեր զոհված զինծառայողների, որոնք մեր սրբություններն են, եւ երկրորդ պրոֆեսիոնալ կանանց ու երրորդ կանայք, ովքեր սեփական կարծիք են ասում։ Այս այը մենք պետք է գնահատենք մեր հասարակությունում կանանց։ Գյումրին են մեր վայրն է, որտեղ կնոջը հարգել, սիրել գիտենք։ Մենք մեր ֆիլմերից տեսել ենք ինչքան կարևոր դեր է միշտ հատկացել կնոջը։ Դա մեր հասարակության արժեքային պատկերն է, Ժողովուրդ ջան։ Մի շատ կարևոր հարց կա, որին ուզում եմ ես անդրադառնալ։ Այս ընտրություններով, երբ մենք ընտրում ենք մեր մարդիկ, ովքեր մեր վերաբերյալ որոշումներ են կայացնում, Ժողովուրդ ջան, մենք դրանով նաև մեր ապագան ենք ընտրում։ Մենք մեր երեխեքի համար ենք նաև որոշում։ Նայեք, մենք մեր երիտասարդները այսօր Հայաստանում ցավոք սրտի շատերը ապագա չեն տեսնում։ Ինչ են մտածում երիտասարդները։ Գնամ մի ուրիշ տեղ ընդունվեմ համալսարան, ուրիշ երկիր, աշխատանք կգտնեմ, կգնամ այդ երկրում կապրեմ, ծնողներն ուրախանում են, ասում են դա ինչ լավ է, մեր երեխան գնաց իր տեղը գտավ։ Կամ լավագույն դեպքում մտածում են օրինակ Գյումրին կամ մյուս քաղաքներից գնանք Երևանում աշխատանք գտնենք։ Մենք պետք է առաջին հերթին մեր երիտասարդներին տանք հավատ, որ մեր երիտասարդին իմ կարծիքով ինչ է պետք։ Ապահով կյանք, կրթություն, լավ կրթություն, ապագա, այսինքն որ ինքը տունը պահի, իր գլուխը պահի, ընտանիքին պահի, օրինապատ ճիշտ քաղաքացի լինի, եւ երրորդը աշխատանք, բարձր վարձատրվող աշխատանք, սրանք այն ամենայն կարծիքով գլխավոր 3 արժեքներն են եւ իհարկե մեր ազգային ինքնությունը, մեր Հայաստանի ազգային ինքնությունը, մենք շատ ենք շփում մեր երիտասարդների հետ, նրանք դա շատ են կարևորում։ Ես մի հարցի եմ ուզում անդրադառնալ համալսարանական կրթության հետ կապված։ Մեր ծրագրով Գյումրին պետք է լինի 3 խոշոր կենտրոններից մեկը։ Մի կենտրոն պետք է լինի հարավում, մի կենտրոն պետք է լինի հյուսիսում, որը նաև լինելու է մի մասը լինելու է Գյումրիում, եւ Գյումրին հատկապես մեր ծրագրով պետք է կենտրոնանա տնտեսագիտության ու մանկավարժության ճյուղերի վրա։ Եվ օրինակ այնպես պետք է լինի, որ Երևանից ոչ թե մտածեն գնան արտասահման, այլ գան Գյումրիում սովորել։
ու այն փաստը, որ Գյումրիում է գտնվում օրինակ համալսարանը, ժողովուրդ ջան, չնշանակի թե օրինակ դա արդեն մարդը դատապարտված է ու վատ կրթություն է ունենալու, վատ աշխատանք է ունենալու, կտրված է լինելու կյանքից եւ այլն։ Ու Գյումրին առհասարակ, սա էլ ուզում եմ ասել, մենք պետք է լինի մեր երկրորդ մայրաքաղաքը։ Շատ է ընդունված, մենք ասում ենք Գյումրին մեր հայրաքաղաք, չէ՞, շատ լավ է, բայց երբ մտածում ենք ինձ համար օրինակ պետք է լինի մեր երկրորդ մայրաքաղաքը, մի քանի օրինակ բերեմ աշխարհից։ Օրինակ որ գնում ենք, ասենք, աշխարհի տարբեր երկրներ ուսումնասիրում ենք, գնում ենք հիմնականում ոնց լինի մի քանի քաղաք կա, չէ՞, ամենախոշորները։ Նույնիսկ երկրներ կա, մենք շփոթում ենք, չգիտենք ո՞րն է այդ երկրի մայրաքաղաքը։ Օրինակ Նյու Յորք, Վաշինգտոն, օրինակ վերցնենք Մյունխեն, Բերլին, չգիտեմ, Պետերբուրգ, Մոսկվա, հələ մի հատ վերցնենք փորձենք համեմատել։ Կարող է օրինակ մայրաքաղաքից ավելի շատ առավելություն գտնենք այն մյուս քաղաքներում, չէ՞։ Ու կարող է մայրաքաղաքները անգամ շփոթենք։ Հիմա իմ համոզմամբ մեր Գյումրին հենց պետք է լինի այդպես քաղաք։ Երկրորդ մեր քաղաքը, որը մայրաքաղաքից էլ չտարբերվի։ Ես ինչ նկատի ունեմ, օրինակ եկեք կոնկրետ ծրագրերով գնանք։ Շիրակ օդանավակայանը մեր ծրագրով պետք է լինի Զվարթնոցին մրցակցող երկրորդ օդանավակայանը, գլխավոր օդանավակայան։ Տեսեք այսօր ինչ է կատարվում։ Զվարթնոց օդանավակայանում գները բարձր են, ավիաուղիները կոնկրետ ինչ-որ ուղղություններով գնում են, բայց գները բարձր են շատ։ Ինչի՞, որովհետև մրցակցող օդանավակայան չկա։ Մեր Զվարթնոց օդանավակայանը կարևոր է, բոլորս հպարտանում ենք, բայց Շիրակը պետք է լինի մրցակցողը Զվարթնոցի հետ։ Այդ դեպքում մենք ունենանք նաև զարգացում Գյումրիի համար, այսինքն սա ինչ է նշանակում։ Արտասահմանից որևէ մեկը օրինակ գալիս է, օրինակ Մոսկվայից գնում է Դուբայ։ Ինչի՞ չպիտի գա օրինակ Գյումրիով գնա տրանզիտով։ Եթե գա Գյումրիով գնա տրանզիտով, այդ դեպքում տեսեք բիզնեսը ոնց կզարգանա։ Օդանավակայանի շուրջը հյուրանոցներ կզարգանան, ինչի, որովհետև այդ մարդը գալու է Գյումրիին ոնց լինի, այնպես պիտի որ ինքը մնա Գյումրիում, որ չգնա Գյումրիից, որ մնա, գա օրինակ ռեստորան, ոչ թե թողի գնա Երևան, այնտեղից գա։ Այսա շատ կարևոր է, դրա համար մենք պետք է ապահովենք այս մրցակցությունը։ Մյուսը, տեսեք այսօր ինչ է դարձել։ Մենք պետք է այնպես անենք, երբ որ մարդը գալիս է Գյումրի Երևանից, մնա Գյումրիում գոնե մի քանի օր, պտտվի, նայի Շիրակ աշխարհը տեսնի, Գյումրին տեսնի, ինչ նկատի ունեմ։ Նայեք, ճանապարհը այսօր ավելի արագընթաց է դարձել, այսինքն մարդը 1.5 ժամում ավելի շուտ հասնում է Գյումրի։ Նրա համար ավելի հեշտացել է շուտ գնա Երևան եւ Երևանում անցկացնի գիշերը կամ օրը։ Այ օրինակ իմ կարծիքով դա պետքա փոխվի։ Մենք այդպես պետք է անենք, որ մարդը գա Գյումրի ու չգնա Գյումրիից, մնա մի քանի օր մնա, որովհետեւ այդ արագընթաց ճանապարհը ավելացրել է այդ ռիսկը, որ մարդը թողի գնա Երևանում, կասի դե լավ գնամ երեկոն Երևանում անցկացնեմ։ Ոչ, մենք պետք է այնպես անենք, որ մնա ու այդպես մենք Գյումրին ավելի կզարգացնենք։ Մյուսը մեր գյուղի հարցը։ Ես գիտեմ, որ մեր Շիրակ աշխարհը, Շիրակը ցավոք սրտի շատ սոցիալական խնդիրներ ունի։ Գյուղերում շատ խնդիրներ կան եւ ամենամեծ խնդիրներից է ջրի հարցը, ոռոգման ջրի հարցը, խմելու ջրի հարցը։ Ոռոգման ջրի հետ կապված մենք ունենք շատ կարևոր ծրագիր։ Նայեք, ժողովուրդ ջան, ինչ նկատի ունեմ։ Այսօր ջրի հարցը թանկ է, ջուրը շատ վատ է մատակարարվում, մարդիկ խնդիրներ ունեն։ Մեր ծրագրով մենք առաջարկում ենք փոխել տրամաբանությունը։ Ջրի վրա պետությունը փող չպիտի աշխատի, այսինքն ջուրը չպիտի լինի այնտեղը, որտեղ պետությունը փող է աշխատում։ Դրա համար ջրի համար մենք սիմվոլիկ վճարներ պետք է նախատեսենք։ Ինչի՞, որովհետև ջուրը մայր սնուցողն է, ժողովուրդ ջան, մայրն է, եթե դու ջրի վրա որոշեցիր փող աշխատել, դու երբեք չես կարողանալու նորմալ բերք ստանալ, արդարություն ապահովել գյուղացու համար, որովհետև ի սկզբանե այդ process-ը արդեն անարդար է գյուղացու համար։ Մենք ջրի համար առաջարկում ենք հետևյալ մոտեցումը. ոռոգման ջուր, գյուղացիների համար, գյուղի ժողովրդի համար, մինչև բացի բիզնես եւ արտադրական նպատակները, գյուղի կես հեկտարի համար պետք է ունենանք 500 դրամ, 1 հեկտարի համար 1000 դրամ, 2 հեկտարի համար 2000 եւ 2 հեկտարն ու ավելին 2000 դրամ։ Տեսեք, այստեղ մենք ինչ ենք ունենում։ Սա ամբողջ սեզոնի համար է, ամբողջ սեզոնի համար եւ հողի համար, մեկ ընտանիքի համար, այլ ոչ թե ամեն մարդու համար։ Ինչի եմ սա ասում, տեսեք, թվում է թե անվճար է, բայց սիմվոլիկ գին, որ նորից եմ ասում, մենք մեր գյուղացուն մոտիվացնենք, այդ մարդը կպնի հողին եւ կարողանա արժեքը ստանա, մշակի, բերքը ստանա։ Մենք պետք է ունենանք
բերքի մթերման կայաններ, ագրո խորհրդատվական կենտրոններ, որտեղ օրինակ Շիրակի մարզում մարդը ուզում է ասենք որևէ բույս աճացնել, ինքը չգիտի այդ բույսը կաճի թե չէ, ինքը պետք է գնա պետությունը պետք է կենտրոններ ունենա, այդ մարդը գնա այդ կենտրոններում խորհրդատվություն ստանա, որտեղ պետությունը արդեն կենտրոնացված պետք է իմանա միասնական համակարգով կապված է եւ պետությունը կենտրոնացված գիտի թե որտեղ ինչ բույս է աճում, որտեղ ինչ հնարավորություններ կան, որտեղ ինչ կենտրոններ կա, այսինքն պետությունը մարդու մեջքին է, ժողովուրդ ջան, մենք տրամաբանությունը փոխում ենք, որ պետությունը մարդուն տիրություն անի միջև վերջ, այլ ոչ թե փողի խնդիրների հետ մենակ։ Մեկ այլ հարց, որը վերաբերում է մեր խնդիրներից ամենակարևորներից մեկին, արտաքին հարցերում մեր իրավունքների պաշտպանությունը։ Ես ուզում եմ միայն հետևյալը այս պահին ասել։ Ժողովուրդ ջան, մենք խնդիրները ցավոք սրտի շատ են, բայց վստահ եմ ասում ձեզ, մեր իրավունքների պաշտպանության համար չկա որևէ խնդիր, որ մենք միասին բոլորով չկարողանանք լուծել։ Հրնայք ժողովուրդ ջան, խելքը ունենք, հնարավորություն ունենք, ես ամբողջ մեր ժողովրդին եմ ասում։ Մեր կապեր ունենք, մենք ամբողջ աշխարհում հայեր ունենք, հզոր հայրենակիցներ ունենք, չէ, մենք ուր գնում ենք, միանգամից մտնում ենք, ասում ենք, ես իշտեղը հայ ունենք, թե չէ։ Որ տենում ենք հայ կա, հաստատ վստահ ենք կա, չէ։ Ու վստահ ենք, որ այդ հայը ամենայն հավանականությամբ մեծ արդյունքների է հասել այդտեղ, որ անուն էլ իմանանք անկախ տնանից լավ մարդա, վատ մարդա, ինչա, մենք վստահ ենք, որ հպարտորեն կարող ենք ազգանունը տալ։ Հիմա ժողովուրդ ջան, բա մենք այդ ազգը, այդ մեր հայրենակիցները այդքան տված ժողովուրդ ենք, ուրեմն մենք չենք կարող բոլորով հավաքվենք, կպնենք, իրար քովա կլնենք, այս հարցերը մեր լուծենք, պրծնենք, իհարկե կարող ենք։ Եվ մի բան էլ, եթե մենք մեր շահերի մասին չմտածենք, ոչ ոք մեր փոխարեն որոշում չի կայացնելու մեր օգտին, ամեն մեկը քաշելու է դեպի իր կողմը։ Այսօր տեսեք ինչ է ստացվել։ Մոսկվայի նախընտրություններ, Բաքվի նախընտրություններ, որ այս իշխանությունն է, Վաշինգտոն, Բրյուսել եւ այլն։ Բա ժողովուրդ ջան, մենք ուրիշ ընտրություն չունենք, մեր ընտրությունը պետք է որոշի ոչ թե Մոսկվան կամ Բաքուն, այլ պետք է որոշի Երևանը, պետք է որոշի Գյումրին, Ախուրյանը, Կապանը, Մարտունին, այս սա պետք է որոշի, մենք պետք է որոշենք մեր ընտրությունը, ոչ ոք չի կարողանալու, որովհետև եթե մենք ունեցանք, մենք ինքներս որոշեցինք, հետո մենք գերի չենք դառնալու նրան, թե որտեղից, որ մայրաքաղաքից ով ասել։ Բերեք կարճ օրինակով քննարկենք, տեսեք Ռուսաստանի հետ կապված։ Կախվածություն ունենք, այո, այս վերջին օրերին մեր ծաղիկների սահմանափակում, ջերմուկի ներմուծման սահմանափակում, կոնյակի եւ այլն շատ են լինում խնդիրներ, նեղվում ենք դրանից, որովհետեւ դրա արդյունքում տուժում է մեր գյուղացին, տուժում է մեր գործարարը, չէ, մտածում ենք, ասում ենք, այ մարդ, այս մարդիկ ինչ մեղք ունեն, որ գյուղացին օրինակ մթերքը պետք է արտադրի, ուղարկի, ծաղիկ ցանի, չգիտեմ, բերք ցանի, ծիրանը ուղարկի գնա Ռուսաստան ու մեկ էլ հոп արգելք են դրել։ Հա, հասկանում ենք, որ այդ արգելքից տուժում են այդ մարդիկ, բայց դա ինչի պատճառով է, որ մենք կախվածություն ունենք մի երկրից, մենք պետք է կախվածությունը վերացնենք, բայց հարց, մենք իրավունք ունենք օրինակ հարաբերություն խզենք որևէ երկրի հետ, օրինակ Ռուսաստանի հետ նույն հետ եմ քննարկում, ոչ, չունենք, որովհետև մեր այնպես է ստացվել, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ գնում են խոպան, չէ, Ռուսաստանում աշխատում են իրանց ընտանիքները, պահում են այդ վաստակած գումարով։ Մենք հայ-ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն ունենք, մենք ունենք նաև մշակութային կապեր, մենք իրավունք չունենք ճոխություն թույլ տալու, որ ամեն երկրի հետ խզեն կապերը, բայց մենք ինչ պետք է անենք, ժողովուրդ ջան, արժանապատիվ, ամեն մեկս մեր համար, նամուս թասիբով, մենք պետք է նայենք, մենք ինչ ենք ուզում, այսօր նենց է դարձրել, ներքին մեր կյանքում, արտաքին կողմնորոշումը դարել է իրար դեմ պայքարելու գործիք։ Այսինքն են Եվրոպա մետ է, ամեն մեկը, որ իրան կոչում է, ուրախանում է, որ Ռուսաստանը արգելքներ է դրել, որտեղ կարողանում է մեղադրել Ռուսաստանին, ռուսամետները ուրախանում են, որ Եվրոպան հանգարց մի խոստում է տալիս, չի անում, որովհետև ասում են, ըհը, հեսա մենք էլ Ուկրաինա կդառնանք, Եվրոպան էլի խաբեց, եւ այլն ու այդպես շարունակ։ Ադրբեջանական պաշտպանության տակ էլ գտնվող իշխանությունը ուրախանում է, երբ Ադրբեջանից գոնե մի շաբաթ հայտարարություն չի լինում, ասում են, ուրա, ինչ լավ է, հանգստացել են։ Այսինքն մենք
Բայց սա ի՞նչն է պատճառը, խի ասեն, ինչու է այսպես, ժողովուրդ ջան, որտեվ մենք պետք է ունենանք մեր համար, մենք պետք է աշխատենք մեր համար։ Մենք իրավունք չունենք ոչ մեկի հետ, ոչ թշնամանանք, այդ մեզ պետք չի, ժողովուրդ ջան, մենք խաղաղասեր ազգ ենք։ Մենք պետք է լինենք այնպիսի երկիր, որտեղ ուրիշ երկրները լուծում են իրենց խնդիրները, այլ ոչ թե մենք չպետք է օրինակ մի երկրին վատություն անենք, հանուն են մեկի։ Մենք գործ չունենք, այդ մեր կռիվը չի։ Մենք մեր ժողովրդով ամենտեղ հայ ունենք, որ ուզենք այդ երկրներում էլ կարող ենք հարցեր լուծել, չէ՞, որովհետև այդտեղ պաշտոնյաներ ունենք հայեր, միտեղ բիզնեսմեններ ունենք, միտեղ կարևոր կառույցներ ունենք, տեսեք ինչքան հարց կարող ենք լուծել։ Մենք մեզանով դրա համար մենք պետք է այս ընտրություններում քվեարկենք մեր հանուն մեր երկրի հավատի, մեր երկրի համար հավատի, մեր հույսի, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ գնացեք անպայման ընտրության, խնդրում եմ ուղղակի ձեր հարևաններին, ընկերներին, բարեկամներին սենց ասեք, ամեն անգամ ասեք, որ գնան, որ մեր ընտրեն հանուն հույսի, մեր երկրի համար, քվեաթերթիկ 6-ի համար, որովհետև մենք Հայաստանի շահերով շարժվող ուժն ենք, բոլոր տեխնացուների մեջ մենք ունենք այդ առավելությունները, պետական ապարատում աշխատանքի փորձ, ոչ մի անգամ մենք ոչ մի ձախողում միտեղ չունենք, որտեղ կարողացել ենք, գիտական մտքի փորձ, մեր մեջ կան պատմաբաններ, իրավաբաններ, հաշվապահներ, ուսուցիչներ, եւ դրանք բոլորը պատրաստ են աշխատել հանուն երկրի ու ամենակարևորը հայրենասերներ։ Ու ես նկատի ունեմ նաեւ մեր ամբողջ ժողովուրդը, մեր թիմը, ես ձեզանից մեկն եմ, ես էլ ուզում եմ ամփոփեմ ժողովուրդ ջան, որ մի կարևոր խոսքով, ես ձեզանից մեկն եմ, ժողովուրդ ջան, ես ձեր նման սովորական ընտանիքից մեծացած մարդ եմ, ես ինքս իմ օրինակով եմ ասում, ես ինքս հասել եմ կյանքում ամեն ինչի իմ աշխատանքի շնորհիվ, ապավինել եմ իմ ուժերին, դժվար է եղել, այո, դժվար է եղել, վհատվել եմ, հուսահատվել եմ, չէ, ոչ մի պարագայում, ամեն անգամ առաջ եմ գնացել, ժողովուրդ ջան, ես ուզում եմ այնպես լինի, որ մենք ոչ մեկ դժվարություններ չունենան, մեր երիտասարդները այն դժվարություններով չանցնեն ոնց ես անցել եմ այդ ճանապարհը հստակ պատկերացնում եմ, դրա համար խնդրում եմ ձեր քվեարկությունը կատարեք այս մտածելով այս ամենի մասին ու հանուն մեր պետականության ու նաև մեր հայրենիքի ու մեր ժողովրդի շահերի։ Շնորհակալություն։ Հայաստանի տեխնացու Արման Բադոյան, Հայաստանի տեխնացու Արման Բադոյան։ Նայում եմ նրանք կարծրատիպ հակած ես եմ։ Չէ, ես չեմ մրսում, ասեմ ձեզ, ես իմ աշխատասենյակում իմ թիմակիցները գիտեն, որ գալիս էր իմ մոտ պատուհանները միշտ բաց են։ Ես ցուրտ եմ, Ժողովուրդ ջան, հարցեր ունեք, քանի եկել հավաքվել ենք իրար գլուխ ոչ, անձրև է, էլի բան չկա։ Ինչպես։ Սիրելի հայրենագիտներ, ես խնդրում եմ եւ ձեր ուղերձն եմ խաղում, որ ընտրեք Արման Բադոյանին, քանի որ ինքը այդ բարի անձնավորություն է, ախտարադատության պաշտպան է եղել, մարդու իրավունքների պաշտպան է եղել, մարդկանց շահերը միշտ պաշտպանել է եւ ես կցանկանամ, որ բարի գտնվեք ամսու 7-ին, հունիսի 7-ին, ընտրեք համար 6-ին, արտարությունը գալիս է, արտարությունը պետք է հաղթահարվի, առանց արտարության ոչինչ չի լինում, իշխանությունը պետք է անարտար իշխանությունը Հայաստանում պետք է ոչնչանա, արտարությունը պետք է տիրե Հայաստանում, դիք լավ իմացեք, սիրելի հայրենագիտներ, եթե գնալու եք ընտրության, անպայման մտածեք, թե ինչ քայլ եք կատարում եւ ում համար եք ընտրում, որ վաղը մյուսը չկարողանաք, հետո մտածեք, որ ինչ քայլ կատարեցիք, որ ինչպես պետք է իրավիճակից հաղթահարվի, խաղաղությունը ինչպես պետք է բերվի, մտածեք այդ մասին, կխնդրեմ, շատ կխնդրեմ, որ այդ հարցի ուղղությամբ քայլեր ձեռնարկեք, մտածեք, ինչ ուղղությամբ եք գնալու, ու ընտրեք համար 6-ին միասնության եւ կուսակցության, արտարությունը գալիս է։
Արդարությունը։ 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 Գալիս է։ Ու կխնդրեմ պարոն Հատոյան, իմ խնդրանքը, իմ անհամարպես անպայման կնտեսեք։ Անպայման ձեր նամակը կընթեցենք պահպանելով մեր օրենսդրության բոլոր պահանջները։ Տիկին Արուսակյան, շնորհակալություն։ Քվյաթերթի Երկրորդ համար։ ծանոթացանքյանից շատ շնորհակալություն։ Քվյաթերթի համար։ Քվյաթերթի համար։ Քվյաթերթի համար 6 Քվյաթերթի համար։ Քվյաթերթի համար։ Միասնության։ 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 Արդարությունը։ Հայաստանի տեխնացու արման։ Հայաստանի տեխնացու արման։ Հայաստանի տեխնացու արման։ Հայաստանի տեխնացու արման։ Քվյաթերթի համար։ Քվյաթերթի համար։ Քվյաթերթի համար։ Քվյաթերթի Մեր ժողովուրդը չի ներում, անձրևի բանացարի Արդարությունը գուքա, արդարությունը գուքա, արդարությունը գուքա։